բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Օրը թող սկսվի ուրախ լուրերով եւ ուրախ տրամադրություններով։ Թող ոչ ոք չհիվանդանա, սիրելիներս, եւ միայն լինեք առողջ, երջանիկ, ուրախանաք ձեր երեխաներով եւ ձեր ընտանիքով։ Իմ լավ հարազատդարձած հետևորդներ ջան, ես լավ եմ արդեն։ Շնորհակալություն ձեր հարցումների համար, գրառումների համար։ Իմ լավ բարեկամներ, արդեն ապաքինվել եմ եւ լավ եմ ինձ զգում։ Ճիշտ է, շաքարս դեռ լրիվ չի իջել, ճնշումս դեռ մի քիչ մնում է, բայց ոչինչ։ Չեմ հուսահատվում, ամեն ինչ Աստծով լավ է լինելու։ Դրել եմ մի բաժակ ինձ համար կոֆե, առավոտյա կոֆեն չեմ խմել, ասեցի կոֆեն համ կխմեմ, կնստեմ, կհարցնեմ, թե դուք ինչպես եք, ինչով եք զբաղվում, ինչ եք անում, սիրելիներս, արդեն խոր աշուն է, աշխատանքի եռուն ժամանակն է, բոլորս մաքրում ենք, տնտեսում ենք, պատրաստվում ենք ձմռանը։ Եկվա հոլովակի մեջ ցույց տվեցի, որ մենք արդեն հավաքում ենք, մաքրում ենք, դեռ վերջնականը չի, ուղղակի բույսերը լրիվ հանեցինք, հետո այս շաբաթ արդեն մանր խոտերը կհանեմ, որպեսզի վարենք, տեսնենք, հող ենք ուզում մի մեքենա գնել եւ լցնել հողամասում։ Տեսնենք ոնց կստացվի, բոլորը ցույց կտամ։ Ես խաղողը ցույց տվեցի, թե ինչպես եմ հատիկները պոկում, ոչ ճմռեցի, մի փոքր շաքարավազ եմ ավելացրել, շատ թթու էր։ Ու հիմա քամել եմ արդեն 2 օր մնաց, հատիկները բարձրացան վերև, պետք է թուլանա, որ ճզմես սոկ դուրս գա։ Դա արդեն արել եմ, ճզմել ենք, սոկը դուրս է եկել, հիմա պետք է սոկը քամեմ։ Կոֆեն խմեցինք, զրուցեցինք միասին, հիմա արդեն պետք է պատրաստեմ գրեչկայով, գավիադինով, ասեմ, թե տուշոնկայով մի համեղ փլավ։ Այստեղ միսը լվացել եմ մի քանի կտոր խաշլամայի համար եւ կարտոֆիլ։ Եփելու եմ միայն կարտոֆիլը եւ միսը, իրար հետ միացնեմ, կդառնա խաշլամա։ Այստեղ բուսայուղ եմ լցնում տապակի մեջ փլավը պատրաստելու համար։ Մինչև բուսայուղը տապակվի, ես էլ կմանրացնեմ սոխը։ Մանրացնում եմ, ինչպես ապուրները պատրաստում ենք, մանրացնում ենք սոխը, այդպես էլ ես եմ մանրացնում փլավի համար։ Հարգելիներս, այս հնդկաձավարով փլավ պատրաստելու շատ եղանակներ կան։ Օրինակ, կարող ենք նաև գյազարով պատրաստել, հավի մսով պատրաստել, առանց մսի, միայն սոխով։ Ես այսօր կպատրաստեմ գավիադինով։ Հիմա բուսայուղը տաքացավ, ավելացնում եմ սոխ։ Ես բավականին շատ եմ լցնում, հնդկաձավարի մեջ սոխը շատ ավելի համեղ է ստացվում։ Կխառնեմ, այստեղ էլ միսն է եփում, մի քիչ էլ եփի, կհամեմեմ աղով։ Այնքան կտապակեմ սոխը, մինչև թուլանա եւ մի թեթև էլ կարմրի։ Այս տեսակի գավիադին ենք միշտ օգտագործում, շատ համեղ է։ Հիմա լավ արդեն տապակվել է, կարմրել է, թուլացել է, ավելացնում եմ լավ լվացած հնդկաձավարը։ Պետք է հնդկաձավարը եւ սոխը իրար հետ նորից տապակեմ։ Հիմա լավ խառնեմ, թողնեմ տապակվի եւ չորանա։
Արդեն լավ չորացել է, տեսնում եք, սոխն էլ անգամ չի երևում հնդկածավարի մեջ։ Փորձեք այս տարբերակը, ընտիր ստացվում է և համեղ է։ Հիմա միսը արդեն լավ եփել է, պետք է համեմեմ աղով։ Մի քիչ էլ աղով կեփի և պատրաստ կլինի։ Աղով համով կլինի։ Միսն էլ խառնեմ, մի 2 րոպեից հետո կլցնեմ կարտոֆիլի վրա։ Հիմա ավելացնում եմ, արդեն ջուր էի լցրել, սիրելիներս, այդ պահը չի ֆիքսվել, կամերան չեմ միացրել, ներող կլինեք, այնքան ջուր եմ լցնում, մինչև մի փոքր ծածկի։ Ջուրը քաշվելուց հետո արդեն ավելացնում եմ գավյազինը։ Մի հատ նորից կխառնեմ։ Լավ խառնելուց հետո աղն էլ կհամտեսեմ, տեսնեմ ինչպես է աղը, եթե քիչ է կավելացնեմ։ Մի փոքր կարիք ունի աղի կավելացնեմ։ Վերջ, տեսնում եք, ընտիր ստացվեց, հատիկ։ Այս տարբերակը շատ լավ տարբերակ է, այստեղ էլ կարտոֆիլը ավելացրեցի, մսին, խաշլաման էլ է արդեն պատրաստ, հարգելիներս։ Պատրաստեցի, վերջացրեցի հնդկածավարով գավյազինով փլավը, ստացվեց շատ համեղ, ձեզ ցույց տվեցի, պատրաստեցի նաև մի 2 կտոր միս խաշեցի և կարտոֆիլ, մսի ջուրը քամեցի, կարտոֆիլն էլ մսի հետ խաշլամա պատրաստեցի, տղաթոռը շատ է սիրում, որոշեցի, որ պատրաստեմ, ինչու չէ, թող դասից գա և միասին ճաշենք, ստացվեց շատ անուշ համեղ փլավ։ Իսկ հիմա սիրելիներս ուզում եմ մեր վերցրած սերմերը, պղպեղների, որ կարմրել էին, սերմ էինք վերցրել, նշան էինք արել, հիշում եք, ասեցի, որ կապել ենք բույսը, որ այդ բույսից, այդ քոլից ոչ մի հատ չպոկենք և այդպես էլ մինչև վերջ մնաց։ Հիմա պետք է ձեզ հետ միասին սերմերը հանեմ, դնեմ չորանան, նոր պահեմ։ Այստեղ էլ դրել եմ պղպեղները, որ սերմ պետք է հանեմ, թղթի վրա գրել եմ անունները, քաղցր, դեղին և կոտոշ պղպեղ, որ չխառնեմ իրար։ Տեսեք ինչ եմ ցույց տալի, մի անգամ էլ եմ ցույց տվել այս գեղեցիկ ձեռքի աշխատանքը, տիկնիկը գործել է Տուլաքաղաքից Վեռոնիկաս, շնորհակալություն Վեռոնիկաս, այս կդառնա իմ Մարինկայի թալիսմանը։ Այստեղ արդեն ես սերմերը հանում եմ պղպեղի, մեր հայկական դեղին մի թեթևել կծու պղպեղն է, հարգելիներս, որ թթու եմ դրել։ Դուք շատ հավանել եք, սիրելիներս, պատրաստել եք անգամ և ինձ գրել եք, որ ընտիր ստացվեց տիկին Մարինե։ Գիտեք ինչքան ուրախ եմ, որ ձեզ մոտ ստացվել է, անչափ անսահման ուրախ եմ։ Իմ լավ բարեկամներ, ինչ գիտեմ, կրկին անգամ եմ ասում ձեզ, փոխանցում եմ բոլորիդ, պատրաստեք, վայելեք։ Սերմը արդեն լավ հասունացել է, բայց պետք է չորացնեմ։ Բավականին էլ սերմ է, հիմա կհանեմ, կդնեմ կչորանա, չորանալուց հետո արդեն ամեն սերմ նորից կգրեմ և կպահեմ, այդ ընթացքն էլ ցույց կտամ։ Ծաղիկների սերմեր էլ եմ վերցրել, դա էլ պետք է մաքրեմ, ժամանակ չեմ ունենում, որ մաքրեմ, համ էլ դեռ չէր չորացել լավ, տեսնեմ վաղը միսօր դա էլ կբերեմ, միասին կհանենք,
ցույց կտամ ցինյաների սերմերն է։ Այսպես ամեն տարի հարգելիներս ես հանում եմ պղպեղները, սերմը ունենում եմ։ Սովորել եմ իմ մայրիկից, միշտ ինձ բացատրել է, ասել է ոնց անեմ, որը որից հետո։ Կծու դեղինը վերջացրեցի, հիմա էլ քաղցրն եմ հանում սերմերը, հերթով կարգով։ Առանձին գրել եմ, որ հետո չխառնեմ իրար։ Միշտ ամեն գործ անելուց ասում էր արի սովորի, տեսար մի օր պետք եկավ սիրելիներս, էն էլ ինչքան է պետք գալիս։ Մեծին լսողի ոտքը երբեք քարին չի առնի, մեծամեծ չեմ եղել, մեծամիտ չեմ եղել, ամեն ասածը լսել եմ և սովորել եմ, ընդունել եմ, այդպես էլ պետք է լինի, եթե մեծին չլսես, չընդունես խոսքը, դե հետո ոտքդ քարին կդիպչի։ Սիրել եմ միշտ էլ աշխատել, արարել, պատրաստ է սերմերը սիրելիներս, երեքն էլ անունները գրած դրել եմ, կտանեմ և կչորացնեմ իմ լավ բարեկամներ, իսկ այստեղ արդեն երեկոյան ժամ է, որդիս գնումներ է կատարել, ձեզ սիրով ցույց եմ տալի, երեխաներին չիպս է գնել, գործից գալուց մտել է խանութ, սա արախիս է, աղով բոված է պատրաստի, ասեմ, որ շատ համեղ է, սա ձեռնոց է, իր համար է գնել, աշխատանքի համար, Չեչենիները, երեխաները թե համար, առավոտյան կարագով թե են խմում, դպրոց են գնում, տղա թոռս քոլեջ է գնում, սա էլ Շուշա կանֆետ է, ոնց որ մենք ենք ասում, մամպասները սիրում են այսպիսի կանֆետներ, սա էլ աղբի համար տոպրակներ են, սա էլ է Շուշա կանֆետ, շատ համեղ են, բայց մեր են առաջվա ամաններով մամպասներին չի հասնի, սա էլ կոզինախ է, սա էլ է աղբի պակետներ մեծ ու փոքր, սա էլ բաժակներ է, գործի համար մետր է, այստեղ էլ խոհանոցային անձեռնոցիկ է, 2 հատ, հարմար է շատ, այստեղ տեսնենք ինչ կա, գուբկա է, մեծամասնության մաքրության պարագաներ են, սա էլ թաց անձեռնոցիկ է, մի քիչ մեծ տեսակը, սովորական անձեռնոցիկ է, ամեն օրվա օգտագործելու, սա էլ հատակ լվանալու միստր, չգիտեմ ինչ անունը, լավ չեմ կարող Մագնուսներ աչքերից չի, շամպուն է տղամարդու, դանակ, տեղը տեղին առևտուր անող է որդիս, հարցնում է ինչ չկա, սա էլ երեխաների համար է, թաց անձեռնոցիկ, դպրոց են տանում, ձեռքերը մաքրում են, որ նախաճաշում են այնտեղ ցերեկը նորից, սա էլ է ձեռնոց, հաց տեսակն է, սա էլ արդեն գիտեք, զուգարանի, թող դե 18 հատանոց է, այսպես ավելի էժան է, թթվասեր, ձու հավերը լավ չեն ածում, ասեմ, որ մեր հավերը սիրելիներս 30 հատ շները խեղտեցին, այստեղ խոզանակներ են, մնաց 4 հատ, պրեզիդենտ կարագն է, որը շատ համեղ է, 4 հատ հավ է մնացել, 1 հատ ակաղաղա, հավը տալու ենք մեր դիրեկտորին, էլ չարժի, որ այսքան տեղ ձմռան ցրտին երեխաները գնան, կերակրեն կամ մաքրեն ջուր տան, պրեզիդենտ կարագ է, շատ համեղ է, աքլորը կմորթենք,
Բայց հավերը կտանք իրեն։ Այստեղ տեսնեմ ինչ է գնել, սա չեկն է, հաց է գնել, երշիկ է, միշտ հարցնում եք, թե ինչ երշիկից եք օգտվում, որտեղ մսով է պատրաստված, սա էլ կրակովսկի է, մսով պատրաստված թանկանոց երշիկներ են, ավելի լավ է քիչ գնենք, որակյալը և ընտիրը գնենք, որտեղ մեր առողջության մասին պետք է մտածենք, սա էլ դոկտորսկի երշիկ է, ես այս երշիկից եմ միայն ուտում, համեղ է, դուրս գալիս է համը, այսքանը սիրելիներս, սա էլ չեկը, մի հատ էլ կա, այսա կմիացնեմ իրար, որոշել եմ հավաքել, տեսնենք հլը, թող մնա, վերջ այսքանը այսօրվա գնումները, ցույց տվեցի բոլորիդ, ահա, մի հատն էլ ես է, կտրոնները, այսքանը, ասել այդտեղ է երգում, դայլալում է ձեզ համար, լսում եք, սա էլ կեշան, վերջացրեցի սերմերը, հանեցի, վերջացրեցի, կտանեմ, կդնեմ, կչորանա նորից, անպայման պետք է չորացնեմ, նոր կտեղավորեմ, սիրելիներս, անչափ, անսահման շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզ հաջողություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում, երջանկություն եմ մաղթում, ուրախ եղեք, Աստված օրհնի ձեր ընտանիքը, ձեր տունն ու տեղը, ովքեր նորեկներ են, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի տարածվի էլ ավելի համեղ և գեղեցիկ հոլովակներ դիտեք, շնորհակալ եմ էջիս հետևելու համար, շնորհակալ եմ ձեզանից ձեր բարի գեղեցիկ մաղթանքների համար, ձեր շնորհիվ է, որ էջս բարձրանում է, զարգանում է, ճիշտ է կամաց, բայց դրանից էլ եմ գոհ ու շնորհակալ եմ, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, սիրելիներս, ստեսություն, մինչ նոր հոլովակ, իսկ Վեռոնիկայից տված գեղեցիկ նվերը, տեսնում եք, շատ շնորհալի է մեր Վեռոնիկան, մեր հետևորդուհիներից է, Վեռոնիկա ջան, շնորհակալություն այս գեղեցիկ ձեռքի թանկ աշխատանքի համար, ձեռքերդ դալար, իմ լավ բարեկամ, հարազատ, եղիր առողջ և երջանիկ, բոլորիդ համբուրում եմ, ստեսություն, բոլորիդ, մինչ նոր հոլովակ։